տրված են 101, 102, 103, 104 և 105 գրամ զանգվածով մետաղադրամներ։ 5 մետաղադրամ ունենք ու չգիտենք, թե որ մետաղադրամը ինչ զանգված ունի։ Ունենք նժարավոր կշեռք, որի վրա դրված են ամեն նժարին 2-ական մետաղադրամ, 5-րդն էլ դրված է կողքին ու նժարավոր կշեռքը գտնվում է հավասարակշռության վիճակում, ինչպես ցույց է տրված, հա, երկու մետաղադրամների զանգվածը հավասար է մյուս երկուսի գումարային զանգվածին։ Մենք պետք է գտնենք, թե ինչ քաշ ունի 5-րդ մետաղադրամը, ընդհանրապես կատարելով երկու կշռում։ Դրանք հասկանանք, թե որ մետաղադրամը սա կարող է լինել։ Եթե հաշվում ենք 5 մետաղադրամների գումարային քաշը, ստանում ենք 515, ինքն կենտ թիվ։ Իսկ եթե այս երկու նժարներին ունենք հավասար զանգվածներ, եթե օրինակ ցախ նժարի զանգվածը n է, աչքն էլ է n, ապա գումարային դրված զանգվածը 2 անգամ n է, չէ՞։ Ստացվի 2n։ Ու 2n-ը զույգ թիվ է, դե պարզորեն բնական թվեր էին այս երկու նժարներին դրված մետաղադրամների զանգվածները, ու տակը մնացածը պետք է լինի կենտ, որովհետև գումարը կենտ էր, չէ՞։ Ունենք 2n, եւ եթե այստեղ էլ m է, m-ը պետք է լինի կենտ, որպեսզի գումարը տա 515։ Հակառակ դեպքում զույգ պլյուս զույգ տալիս է զույգ թիվ։ Շատ լավ։ Այսինքն մենք արդեն գտանք, որ 102-ը կամ 104-ը դրված չեն կողքի։ Ու դիտարկենք դեպքեր։ Ինչ կլինի, եթե 101-ն էր դրված կողքի։ Այդ դեպքում 102, 103, 104 եւ 105 ինչ-որ ձեւով իրար համակշռել էին։ Դե 105-ի հետ պետք է լիներ 102-ը, որպեսզի ունենայինք 207 եւ մյուս նժարին էլ ունենայինք 207 103-ի ու 104-ի միջոցով։ Իսկ ինչպես կարող ենք այդ դեպքում հասկանալ, թե որ մետաղադրամներ, հա, մենք չգիտենք, որ 101-ն է, բայց ինչ կարող ենք անել, կարող ենք վերցնել 103-ը ու 104-ը կամ 105-ն ու 102-ը ու հերթով համեմատել 101-ը 102-ի հետ եւ 105-ի հետ, հա։ Ամեն դեպքում էլ 101-ը լինելու էր ավելի թեթև, քան կողքի նժարին դրված մետաղադրամը։ Այսինքն, եթե մի նժարի երկու մետաղադրամը վերցնեինք եւ սկզբում առաջինի հետ, մենք չգիտենք որն է, հետո էլ երկրորդի հետ համեմատենք մեր 101-ը, այն երկուսից էլ թեթև էր լինելու։ Շատ լավ։ Այս դեպքը հասկացանք։ Իսկ ինչ կլինի, եթե մի կողմ դրված լիներ 103-ը։ Այդ դեպքում մյուս նժարներին դրված մետաղադրամները պետք է բաժանվեին մի տեղում 105 եւ 101, մյուս տեղում էլ 102 եւ 104։ Ու տեսնենք, որ եթե այս դեպքում համեմատեինք մեր կողքի դրված մետաղադրամը 103-ը, տվյալ դեպքում նժարներից յուրաքանչյուրի վրա գտնվող երկու մետաղադրամի վրա մեկից, օրինակ 102-ից լինելու էր ծանր, 104-ից թեթև, կամ 101-ից լինելու էր ծանր, իսկ 105-ից թեթև։ Այսինքն, եթե համեմատենք, մեկից լինելու էր թեթև, մյուսից լինելու էր ծանր։ Ու դա անկախ նրանից մենք համեմատել ենք 105-ի եւ 101-ի հետ, թե 102-ի ու 104-ի հետ։ Եվ վերջապես, երրորդ դեպքը, երբ մենք ունենք 105 հրամանոց մետաղադրամը, ապա այդ դեպքում նժարներին դրվելու էին մի կողմում 101-ն ու 104-ը, մյուս կողմում 102-ն ու 103-ը։ Ու եթե մենք 105-ը համեմատենք նժարներից որևէ մեկի երկու մետաղադրամների հետ, երկուսից էլ այն լինելու էր ծանր, որովհետև 105-ը ամենածանրն է, չէ՞։ Թե առաջին մետաղադրամից, թե երկրորդից լինելու էր ծանր։ Ինչու արեցինք այս ամենը, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անում։ Մենք վերցնում ենք մեր կապույտ մետաղադրամը, դնում ենք մի նժարին ու այն համեմատում ենք, ընտրելով այս զույգերից մեկն ու մեկի երկու մետաղադրամներ հետ, հա, մեկը թող լինի կարմիր, մյուսը թող լինի կանաչ։ Համեմատում ենք կարմիրի հետ սկզբում, հետո կանաչի հետ ենք համեմատում։ Կապույտը համեմատում ենք կանաչի հետ։ Մենք գիտենք, որ մեր մետաղադրամը կամ 101-ն է, կամ 103-ը, կամ 105-ը։ Ու եթե երկու կշռումներում էլ այն լինում է թեթև,
ուրեմն մենք հասկանում ենք, որ 101-ի հետ գործ ունենք։ Եթե մեկում լինում է թեթև, իսկ մյուսում ծանր, ապա հասկանում ենք, որ մենք գործ ունենք 103-ի հետ։ Ու եթե վերջապես ունենում ենք, որ երկու կշռումներում էլ այն ծանր եղավ, ուրեմն գործ ունենք 105-ի հետ։ Այսպիսով նշված ալգորիթմով մենք կարողանում ենք գտնել, թե որ մետաղադրամն էր դրված կշեռքի կողքին։